Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ճնշել Իրանի քաղաքացի 35-ամյա Ռեյհանե Մաջիդիին, պահանջելով լքել Հայաստանի տարածքը։ Այսօր լրանում է իրավապահների կողմից տրված մեկ շաբաթյա ժամկետը, սակայն կինն այդպես էլ որևէ պաշտոնական գրավոր հիմնավորում չի ստացել իրեն երկրից արտաքսելու վերաբերյալ։ ԱԱԾ-ից այսօր էլ են զանգել, ազատությանը փոխանցեց Ռեյհանեի ընկերներից Հոսեյնը։ Այսօր էլ են զանգել ԱԱԾ-ից իրան։ Ընկերների խոսքով Իրանի դեսպանատան առջև բողոքի ակցիաներին մասնակցող կնոջն ասել են, ինքնակամ չգնալու դեպքում կարտաքսեն։ Ինքը Ռեյհանեն այսօր վատառողջ էր, չկարողացավ խոսել։ Ավելի վաղ ազատությանը պատմել էր գլխով անցածը։ Նրանք պնդում էին, որ ես իրավունք չունեմ բողոքի ձայն բարձրացնել Իսլամական Հանրապետության դեմ ոչ իրական կյանքում, ոչ էլ համացանցում։ Սպառնացին, որ եթե շարունակեմ ինձ կարտաքսեն Իրան։ Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ։ Ազգային անվտանգության ծառայությունից ազատությանն այսօր էլ չհստակեցրին, ինչ վտանգ է իրանցի կինը ներկայացնում Հայաստանի համար եւ արդյոք նրան պաշտոնապես ծանուցել են արտաքսման մասին, առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Անցած շաբաթ ի դեպ ազգային անվտանգության ծառայությունից հարցրել էինք, թե ինչու են պարբերաբար ծառայություն հրավիրվում իրանցի ակտիվիստները, ինչու են սպառնում նրանց Իրան արտաքսել, ինչու են պահանջում չմասնակցել դեսպանատան առջև ցույցերին։ Ծառայությունից միայն պատասխանել էին, թե դա գաղտնի տեղեկություն է, իսկ արտաքսման որոշումը կայացնում են ոչ թե իրենք, այլ դատարանը։ Հենց այնպես ուղղակի սպառնալիքի լեզվով պետական մարմինների կողմից խոսույթը անընդունելի է եւ որևէ ոչ ներպետական, ոչ էլ միջազգային իրավական հարթությունում չի տեղավորվում սպառնալ օտարերկրացուն ինքնակամ լքել կամ մենք կորոշենք ինչպես ենք դա կազմակերպում կամ մենք ինքներս դա կանենք։ Իրանցի կնոջ իրավունքներով զբաղվող փաստաբանը պարզաբանում է, թե կառավարությունն ինչպես կարող է արտաքսել որևէ օտար երկրացու։ Հայաստանը վավերացրել է միջազգային փաստաթղթերը, որոնցում էլ սահմանվում է այդ ընթացակարգը։ Եթե կան ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներ, վտանգներ, ապա այդ մասին գրավոր ծանուցում, գրավոր որոշումներ պիտի ընդունվի, դրանք վիճարկելի պիտի լինեն առհասարակ դատական ատյաններում եւ այլն, հետո նոր ուժի մեջ մտնեն եւ կատարման ենթակա ակտեր դառնան։ Իրանում դեկտեմբերից ծավալված բողոքի ակցիաների մասնակիցների կյանքի իրավունքի համար Հայաստանում պայքարող կինը, սակայն պահանջներից բացի գրավոր որևէ փաստաթուղթ չի ստացել։ Նա ազատությանը պատմել էր, թե ինչպես են անցած շաբաթ իրեն տարել ԱԱԾ, 4 ժամ պահել, հարցաքննել, սպառնացել, արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն հայրենակիցների ազատության։ Առավոտյան ժամը 10-ին ազգային անվտանգության աշխատակիցները եկան իմ տուն։ Նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Զանգել կանչել էին նաև տանտիրոջը։ 3 հոգի քաղաքացիական հագուստով առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին 4 ժամ։ Ռեյհանեի փաստաբանն ընդգծում է, արտաքսելու սպառնալիքների փոխարեն Հայաստանը պետք է պաշտպանի իրանցի կնոջը։ Ես կնոջը Հայաստանը ոչ թե պիտի սպառնա, որ մենք քեզ կարտաքսենք կամ ինքդ գնա, այլ պիտի ապաստան տրամադրի պատմությունը իմանալով եւ լսելով, թե ինչ խնդիրների եւ ինչ հետապնդումների է ենթարկվել իսկ ծագման երկրում։ Նաև նրա ընկերները հայաստանյան իրավապահների կողմից ճնշումների մասին հազանգեցին, երբ Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանը քննադատեց Հայաստանին ցուցարարների առջև կանաչ լույս վառելու համար։ Հայաստանի վարչապետն էլ շտապեց հայտարարել, թե սա ժողովրդավար երկիր է, որտեղ բոլորն իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնել, բայց Փաշինյանի այս հայտարարությունը չփոխեց իրավիճակը։ Այս դեպքում ստացվում է, որ քաղաքական ենթատեքստը դոմինանտ է եւ ստորագրվում է մարդու իրավունքը որպես ենթակա եւ ատանցյալ խնդիր, ինչը հանրապես իրավապաշտպանության մեջ անընդունելի է։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անընդունելի է համարում Հայաստանի կողմից իրավունքները քաղաքական շահերին ստորադասելը։ Սա առաջին դեպքը չէ, հիշում է, նման վերաբերմունք կար նաեւ Ռուսաստանի քաղաքացիների բողոքների ժամանակ։ Օրինակ, եթե երկիրը, որտեղ որ անընդունելի են այդպիսի ազատությունները, որոշակի պահանջ է դնում, Հայաստանը կարող է ստորադասել մարդու իրավունքը այդպիսի պահանջներին։ Կանանց ռեսուրսային կենտրոնն իր հայտարարության մեջ հայտնում է իր մտահոգությունը, պնդում, որ Մաջիդիին արտաքսելն անարդար է, նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Ռեյհանեն եւս նման մտավախություն ունի, իրեն հայրենիքում կարող են կախաղան հանել։ Տարբեր իրավապաշտպան խմբերի տվյալներով անցած տարի Իրանում ավելի քան 2000 մարդ է կախաղան բարձրացվել։
Իսկ տարեսկզբի հակակառավարական ցույցերի ընթացքում սպանվել է 5000-ից ավելի մարդ։